Առավոտը համացած թերթում եւ պատահաբար աչքովս ընկավ, որ Սամվել Կարապետյանը, նույն ինքը Տաշիր Սամոն, հայտարարություն արել, որ իբր իրենք կամ իրեն ժամանակ ձեռքով ավելի լավ ասֆալտ էին անում, քան հիմիկվա կառավարությունը նոր տեխնոլոգիաներով։ Ինձ շատ հետաքրքիր է, իրանք ընդհանրապես որտեղ են ասֆալտ արել, կամ արել են թե չեն արել, որ մի հատ խոսանք որակի մասին։ Եվ քանի որ ես Թումանյանից եմ, ուզեմ շեշտը դնեմ Թումանյան համայնքի ասֆալտապատման աշխատանքների հետ կապված, ուրեմն շատ երկար տարիներ առաջ 20-15 եկել են խաբել են թումանյանցիներին, իրենք, գործընկեր կուսակցությունները իրենց, գործընկեր ղեկավարները, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուները իրենց կուսակցությունից բնականաբար, իր եղբայրը, Սամվել Կարապետյանի եղբայրը, Կարեն Կարապետյանը, ով որ նաև Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եւ խաբում էին թումանյանցիներին, որ աշունը ասֆալտ կանենք, կանոնն ասֆալտ կանենք, 10 օրից ասֆալտ կանենք, ամեն ինչ պատրաստած ծրագիրը կա, մի պասմեր միջև Մարցատակը, հետո Լոոտի տակը, հետո փուլ 3 կիլոմետր, եւ այդպես բարիս բուն իմաստով երկար տարիներ խաբեցին թումանյանցիներին, խոսքս հատկապես Թումանյան համայնքի 6 գյուղական բնակավայրերի մասին, Քարիր, Մարց, Լորուտ, Աթան, Ահնիձոր եւ Շամուտ, խաբեցին ժողովրդին, բոլորիս հայտնի ճանապարհով բարձր քվեները ստացան, գնացին, մոռացան, հետո եկավ հաջորդ ընտրությունները եկան եւ նույն տրամաբանությամբ շարունակվեց։ Եվ այդ ժամանակ Սամվել Կարապետյանի եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, եղել է պատգամավոր, եղել է պատգամավորի թեկնածու եւ ընտրվել է բարձր ձայներով։ Եվ ի՞նչն է այստեղ հետաքրքիր, որ որևէ անգամ իրենք իրենց խոստումը չեն պահել։ Եվ ելի եմ ասում, մի մետր անգամ Թումանյան համայնքում ասֆալտապատման աշխատանքներ իրեն ժամանակ չի արվել։ Մենակ չեմ հիշում որ թվականներ եւ ինչքան գումար ծախսվեց, հողային աշխատանքներ արեցին, կռունտային հողը հարթեցին եւ անձրևները եկան 2-3 ամիս հետո քշեց տարավ։ Այդ գումարները այսպես 2-3 անգամներ փոշիացան։ Եվ միակ կառավարությունը, միակ քաղաքական ուժը, միակ առաջնորդը, այն քաղաքական ուժը, որի առաջնորդն է Նիկոլ Փաշինյանը, խոստացավ թումանյանցիներին, որ M6 H70, այսինքն Թումանյան քաղաքից մինչև Մոտկորի 6 գյուղական բնակավայր տանող ճանապարհները կասֆալտապատի եւ արվեց։ Եվ այսօր ես արձանագրում եմ, որ այդ ճանապարհները բոլորը ասֆալտապատված են։ Կան մի քանի տեղ, մի քանի մետր, կամ միգուցե մի քանի 100 մետր, որտեղ դեռ ասֆալտապատումը տեղ չի հասել, ասֆալտը տեղ չի հասել, բայց ներկայումս էլ աշխատանքներ կատարվում են։ Օրինակ Մարզ բնակավայրում, Մարզ գյուղում այս պահին էլ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Եվ ի՞նչն է այս պատմության ամենազավեշտը, որ այս մարդիկ ընդհանրապես որ որևէ բան չեն արել, մի հատ էլ տարիներ շարունակ խաբել են թումանյանցիներին, բարիս բուն իմաստով։ Եվ դա բոլոր թումանյանցիները գիտեն։ Եվ ելի եմ ասում, միակ կառավարությունը եղել է այսօրվա գործող կառավարությունը, միակ քաղաքական ուժը եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ ասել է, որ ասֆալտը կարվի եւ այսօր արձանագրում ենք, որ ասֆալտը արված է։ Եվ սա գաղտնիք չի, եւ սա թումանյանցիները գիտեն։ Եվ մենք հանդիպումների ժամանակ մեր բնակավայրերի, մեր գյուղի ժողովրդի, մեր սիրելի թումանյանցիների հետ հանդիպման ժամանակ արձանագրվում այդ փաստը, որ ժողովուրդը շնորհակալ է, որովհետեւ մարդը քաղաքական ուժը հայտարարել է, որ ասֆալտը կարվի եւ այսօր ասֆալտը արվել է։ Իսկ իրենք ես չեմ կարող ուղղակի հիշեմ Հայաստանում իրանք թափես որտեղ են ասֆալտ արել։ Մի հատ էլ խոսում ենք որակի մասին։ Այսքանը սիրելի թումանյանցիներ եւ չենք մոռանում հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր, քվեարկում ենք համար 16-ի օգտին, քվեարկում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի օգտին, քվեարկում ենք խաղաղություն բերող առաջնորդի օգտին եւ տեր ենք կաղնում խաղաղությանը, տեր ենք կաղնում այն խաղաղությանը, որը բոլորիս արդեն 2 տարի փաստ է եւ ավելի քան համոզված եմ, որ շատ երկար տարիներ խաղաղություն լինելու է Հայաստանում եւ մեր սիրելի Թումանյան համայնքում։ Լավ եղեք, Աստված պահապան բոլորիս ընտանիքներին։